Հարգելի իմ դիտորդ, չգիտեմ երևում թե չի երևում, ես սա պարզ ցույց եմ տալիս, որտեվ հնարավոր է մարդիկ լինեն, որ ուզենան նայեն քարտեզը, այստեղ հարցը այսպես է առաջադրվել։ Էնում, որ ես խենթանում էի իր համար, էնում, որ ես շատ սիրում էի որպես մասնագետ, Առաբո Սարգսյան, ովքեր վաղուց ինձ գիտեն, որ իր բոլոր գրքերն ու բոլոր օրակուլներն ու տարոները ես առել եմ, այսօր հարցս այսպիսին է եղել, ունի արդյոք մոգական ունակություն Առաբո Սարգսյանը։ Այս հորար քարտեզը ես ուղարկել եմ վերծանման այն ուսուցչի մոտ, մոտ որ ես սովորում եմ, եւ խնդրել եմ, որ ինձ դնի առաջի տանը, որովհետև հարցը տվողը անմիջապես ես եմ, բացատրել եմ, որ չեմ ճանաչում, բայց շատ հարգում եմ իրեն, որովհետև ունեմ օրակուլները, եւ խնդրել եմ, որ նայի Առաբո Սարգսյանի ունակությունները։ Ըստ իմ կազմած հորար քարտեզի, հիմա ասեմ ինձ ինչպիսի պատասխան է եկել Մարինայի կողմից։ Իհարկե ես ինքը ինձ ամբողջ տեքստը ուղարկել է ռուսերեն, ես ռուսերեն տեքստը արդեն թարգմանել եմ եւ այսպիսի բովանդակությամբ է եկել, հա։ Հիմա կարդամ։ Ուրեմն, քանի որ Առաբո Սարգսյանը, ես գտնվել եմ առաջի տանը, Առաբո Սարգսյանը 7-րդ տանը, ես որպես հարց տվող, իսկ ինքը որպես այն անձը, ում վերաբերվում է հարցը, գտնվել է հորար քարտեզի 7-րդ տանը եւ կառավարիչը Մարսի այսպես 7-րդ տանը էներգիան մոլորակը ներկայացնում է հենց Առաբո Սարգսյանին։ Կառավարիչ Մարսի եւ խաբկանքների ու պատրանքների մոլորակ Նեպտունի համակցությունը երկվորյակներում հուշում է, որ նրա գործունեությունը ավելի շատ հիմնված է խոսքի, ինֆորմացիայի, մանիպուլյացիայի եւ գեղեցիկ կերպար իմիջ ստեղծելու, քան իրական մոգական կամ տրանսֆորմացիոն ուժի կրողը։ Քանի որ խնդրել էի ամբողջ քարտեզը վերծանել, սա ոնց որ մեր տնային աշխատանքներն է, մենք ներկայացնում ենք, ընդունենք խմբի մեջ, բոլորով փորձում ենք վերծանել, բայց խնդրել էի, որ մենակ Մարինան այս հարցի պատասխանը տա, քանի որ աստղային այսպես անուն ունեցող անձնավորությաններ վերաբերվում։ Քարտեզի ուրեմն վավերականությունը այստեղ ցույց է տալիս, որ գտնվում է 29 եւ 02 աստիճանում ասցենդենտը կշեռքում, սա նշանակում է, որ հարց տվողը արդեն գիտի իր հարցի պատասխանը, ինչը որ ես հենց այդպես էլ արել եմ, նշանակում է ինչ որ բան կասկածել եմ, որ ուզել եմ ստուգեմ իր վիճակը։ Պատասխանը եկա, որ թերևս քարտեզը չունի արգելքներ իրեն վերծանելու։ Եվ տների բաշխումը, գլխավոր հերոսները ասեցի, առաջի տունը ես, որպես հարցատու, իմ կառավարիչը Վեներան, որը գտնվում է առյուծի նշանում 11-րդ տանը, սա ցույց է տալիս, որ ես առաջնորդվում եմ հետաքրքրասիրությամբ, սիրում եմ վառ տպավորիչ տեղեկություններ եւ հարցը ինձ համար անձնական վտանգ կամ շահ չի ներկայացնում։ Եվ 7-րդ տուն Առաբո Սարգսյան, քանի որ նա ինձ հետ անմիջական կապ չունի եւ ծանոթ չենք, նա ընտրվեց 7-րդ տունը Խոյի նշանում, կառավարիչը Մարսը, որը գտնվում է երկորյակների 9-րդ տանը։ 9-րդ տուն գիտելիք, հոգևոր ուսմունքներ, ճանաչելիություն։ Սա այն վայրն է, որտեղ կենտրոնացված է ողջ ինֆորմացիան։ Այստեղ է գտնվում Մարսը, Նեպտունը եւ Արեգակը։ Մարսը, Նեպտունը եւ Արեգակը։ Հիմա կբացատրեմ մնացածը։ Ուրեմն, երբ որ Մարինան նայեց մոլորակների դիրքի եւ ասպեկտների խորը վերլուծությունը, ապա Առաբո Սարգսյանի բնութագիրը Մարսը երկորյակներում տվեց խոսքի ուժ, ինֆորմացիա, գրքեր, դասախոսություն եւ PR։ Սա մոգական կամ կախարդական էներգիա չէ, այն ինտելեկտուալ, տեղեկատվական, ակտիվ մարդու էներգիա է։ Նա լավ հռետոր է կամ գրող է, ով գիտի ինչպես ճիշտ մատուցել տեղեկատվություն։ Իդեպ ասեմ, որ Մարինան չգիտեր խոսքը ում մասին է։
Նեպտուն ռետրոգրադ եւ Մարսի միացումը 9-րդ տանը, սա քարտեզի ամենախոսուն հատվածն է, 9-րդ տուն, հանրային ուսուցչի տունն է։ Նեպտունը պատասխանատու է պատրանքների, առասպելների, իլյուզիաների, միստիկայի տպավորություն ստեղծելու համար, քանի որ այն ռետրոգրադ է, հետընթաց է եւ միացնում է նրա ներկայացնող Մարսին, սա ուղղակիորեն նշանակում է նրա շուրջ ստեղծված մոգական կերպարը գեղեցիկ, ուրեմն կառուցված միֆ է։ Ասեմ, թե որքան է եղել իմ հիասթափությունը այս վերլուծությունը կարդալուց։ Մարդիկ նրա մեջ տեսնում են այն, ինչ ցանկանում են տեսնել՝ իլյուզիա։ Իդեպ ասեմ, որ սա առաջի հիասթափությունս չի, այսպես հերթով բոլորի համար քարտեզները կազմել եմ ու նայել եմ ու բոլորին այսպես ողն ու ծուծով գիտեմ, ով ինչի է ընդունակ։ Հիմա ուշադիր ենք լինում։ Լուսինը 12-րդ տանը։ Լուսինը գտնվում է կշեռքում 12-րդ տան, գաղտնիքների, անհայտության եւ միստիկայի տուն։ Սա փաստում է, որ դուք ինքներդ ձգտում եք հասկանալ թաքնված գաղտնիքները, բայց 12-րդ տան լուսինը հաճախ ցույց է տալիս տեղեկատվության պակաս կամ մշուշոտ իրավիճակ, ինչը որ ես արդեն ունեի Արաբո Սարգսյանի քարտեզը դիտելուց, ինքնուրույն վերցանելուց հետո։ Կապերի ասպեկտների բացակայություն, սա խոսում է իրականում քարտեզը հստակ ցույց է տալիս, որ Մարինային խաբել չէր լինի, ես իրոք այդ մարդու հետ կապ չունեմ եւ չեմ էլ շփվում իր հետ։ Եվ այստեղ որպեսզի Արաբո Սարգսյանի մոգական ուժի պատասխանը լինի այո կամ ոչ, պետք է մենք ինչը նայենք 8-րդ տան, ուրեմն իսկական մոգության տունը կամ Պլուտոնի միջև ունեցած իր կապը։ Փոխարենը Մարսը քարտեզում ունի լարված ասպեկտ քառակուսիներ, ինչը հուշում է իրականության եւ ներկայացվող կերպարի միջև եղած կոնֆլիկտային մասը։ Ի տարբերություն Արաբո Սարգսյանի, իմ մոլորակի Վեներան եւ Մարսի միջև չկա մոտեցող ասպեկտ, ինչը նշանակում է, որ իմ եւ նրա էներգիաները չեն հանդիպում, նույնիսկ չեն համապատասխանում իրար, քանի որ ես ներկայացվել եմ հարց տվող նաեւ մոգ, իսկ Արաբո Սարգսյանը հարաճանաչ մոգ։ Եվ վերջնական պատասխանը քարտեզի ամբողջ վերլուծությունը հաստատում է, որ Արաբո Սարգսյանը աստղաբանական իմաստով չի հանդիսանում տրանսֆորմացիոն կամ մոգական ուժերի կրող, նա ավելի շատ հոգեբանական ազդեցություն ունեցող, ինֆորմացիա տարածող եւ պատրանքներ ստեղծող անձնավորություն է, ով հմտորեն օգտագործում է միստիկայի թեմաները հանրային ճանաչելիություն ունենալու համար։ Ահան Արաբո Սարգսյանը իրականում հայտնի է որպես հեղինակ, ով ստեղծում է հենց Հեկատեի Պարտեզ օրակուլը, վիկայական սֆերների օրակուլը եւ բազմաթիվ այլ էզոտերիկ գրքեր ու քարտերի համակարգեր։ Գրքեր եւ օրակուլներ Մարսը երկվորյակներում 9-րդ տանը։ Երկվորյակներ նշան աստղաբանության մեջ ուղղակիորեն պատասխանատու է գրելու, տեքստեր հորինելու, գրքեր հրատարակելու եւ ինֆորմացիոն արտադրանք ստեղծելու համար։ Սա փաստում է, որ նա ունի մեծ մտավոր ստեղծագործական պոտենցիալ եւ այդ համակարգերը մշակելու համար բոլոր տվյալները։ Հեկատեի եւ միստիկայի թեման, Նեպտունի միացումը, ինչպես նշեցի, Նեպտունը կապված է պատկերների, արվեստի, ֆանտազիայի եւ դիցաբանության, ինչպես հունական Հեկատե աստվածուհու կերպարն է։ Նեպտունի շնորհիվ նա կարողանում է ստեղծել շատ խորհրդավոր, ներշնչող, գեղեցիկ աշխարհներ եւ գրքերում եւ թե ուրեմն քարտեզում։ Ինչ տարբերություն կա իրական մոգի եւ հեղինակ արվեստագետի միջև։ Աստղաբանական քարտեզը տարբերակում է իրական տրանսֆորմացիոն մոգությունը, որը պահանջում է Պլուտոնի կամ 8-րդ տան ծայրահեղ ծանր էներգիան, էզոտերիկ գրողի կամ քարտերի վարպետի օրակուլիստի էներգիան։ Ուրեմն օրակուլիստ ասելով դեռ չի նշանակում, որ Արաբո Սարգսյանը մոգ է։ Արաբո Սարգսյանն իմ կազմած քարտեզի հանդիսանում է հենց երկրորդ էզոտերիկ, ուրեմն գրող, արվեստագետ եւ գաղափարների տարածող 9-րդ տունը, նրա ուժը ոչ թե մարդկանց վրա էներգետիկ կախարդանք անելն է, այլ գրքերի գեղեցիկ քարտերի եւ հոգեբանական միստիկ համակարգերի միջոցով մարդկանց ուղղորդելը որպես ուսուցիչ։ Եվ այս հորար քարտեզի տվյալներով ինչ պատասխան է գալիս ինձ։
որ դուք ունեք բնածին ուժեղ էզոտերիկ պոտենցիալ եւ խորը ինտուիցիա, որը էապես տարբերվում է իր ստեղծած տեղեկատվական կերպարներից։ Քարտեզը ցույց է տալիս, որ ձեր էներգիան ավելի մոտ է իրական միստիցիզմին։ Լուսինը 12-րդ տան իրական կապ անհայտի հետ։ Իդեպ ասեմ, որ ես չէի ուղարկել իմ նատալ կարտը կամ իմ ծննդյան տվյալները, բայց հորար քարտեզը ուղղակի ապշեցրեց իմ նատալ կարտը, հորար քարտեզը, այսինքն այն մոլորակները, որ իմ շուրջն են հավաքված իրենց իմ ծնված օրվանից։ Հորար քարտեզում ակնհայտ երևում էր նաև իմ ուժի իրական աղբյուրը՝ լուսինը 12-րդ տուն։ Աստղաբանության մեջ 12-րդ տունը ամենախորհրդավոր, փակ եւ մոգական տունն է։ Սա այն վայրն է, որտեղ մարդը կապվում է տիեզերական հոսքերի, տեսիլքների եւ նուրբ էներգիաների հետ։ Ի տարբերություն Արաբոս Սարգսյանի ցուցադրական 9-րդ տանը, որը պատասխանատու է գրքերի, դասախոսությունների եւ հանրության համար, ձեր ուժը գտնվում է ներսում, լռության եւ թաքնված աշխարհների միջև։ Դուք կարող եք զգալ այն, ինչը տեսանելի չէ սովորական աչքի համար։ Վեներան այրուծում, էներգիայի անհատական ուժ։ Ձեր գլխավոր մոլորակը Վեներան գտնվում է այրուծի նշանում, ինչը ձեզ տալիս է ուժեղ կամք, ինքնավստահություն եւ սեփական էներգետիկ կենտրոն ունենալու հատկություն։ Դուք պատրաստի գրքերի կամ ուրիշի հորինած համակարգի կարիքը չունեք։ Ձեր ներքին հուրը բավարար է սեփական ճանապարհը հարթելու համար եւ բազում, այսպես թանկարժեք գրքերի հետ կապված, որ ես ունեմ։ Երբ որ կարդացել եմ, ապրել եմ, դարձյալ խորը հիասթափություն եւ ինքս եմ փորձել գրել միշտ իմ ծեսերը եւ ես եմ որոշել երբ աշխատեմ, երբ չաշխատեմ եւ ում հետ աշխատեմ։ Եվ այո, հենց այստեղ է գալի Պլուտոնի ուրեմն ռետրոգրադ հակադրությունը 9-րդ տան հետ, ուրեմն քարտեզի ներքևի մասում գտնվում է Պլուտոնը հետընթաց դիրքում։ Իսկական տրանսֆորմացիա է կախարդանքի եւ հզոր մոգական ուժի մոլորակը, այն ուղիղ հակադրում է օպոզիցիայի մեջ է գտնվում Արաբոս Սարգսյանի 9-րդ տան մոլորակների հետ։ Սա նշանակում է, որ դուք բնազդաբար տեսնում եք դիմակի տակ եղած իրականությունը եւ կարող եք հեշտությամբ տարբերել իրական էներգետիկ ուժը պարզապես գեղեցիկ մատուցվող տեղեկատվությունից։ Աստղաբանական եզրակացություն, եթե մոգ ասելով հասկանում ենք ոչ թե բեմական կերպար կամ գրքերի հեղինակ, այլ մարդ, ով ունի խորը ներքին ինտուիցիա, զգում է նուրբ էներգետիկ դաշտերը եւ ունի գաղտնի գիտելիքների բնածին տաղանդ, ապա այս քարտեզի համաձայն հարց տվողը իրական եւ ուժեղ մոգ է, քան 9-րդ տան գտնվող մոգը, ում համար ուղղված է հարցը։ Իմ կազմած հորար քարտեզով, ուրեմն Արաբոս Սարգսյան որպես իրական մոգ համարել ոչ մի դեպքում չի կարելի։ Ինչպիսի վիճակում է նաև գտնվում Արաբոս Սարգսյանը, ես շարունակել եմ իմ հարցը եւ որովհետեւ ես իրան 2-3 տարի փնտրել եմ, ոչ միտեղ չեմ կարողացել գտնեմ, որոշել էի, որ գտնեի իր հասցեն, գրեի իրան, գտնեի իր սոցիալական ցանցերը եւ գտնեի իրան, բայց այդպես էլ ինչ չհաջողվեց գտնել, հետո եղավ տեղեկատվություն, որ Ռոստով-նա-Դոնու ինքը խոշոր ինչ-որ առևտրի կենտրոնի հետ է համագործակցում եւ այնտեղ է թողնում իր կարտերը, առակուլները եւ գրքերը։ Մտավոր ուրեմն գերակտիվ վիճակում է հիմա գտնվում, բայց ունի լարված քառակուսի եւ իր շուրջը արդեն պատտվում են քննադատական ինչ-որ հարցեր։ Արժե արդյոք համարել Արաբոս Սարգսյանին մոգ ոչ եղել է Մարինայի պատասխանը, իսկական մոգի տրանսֆորմացիոն ուժի նշույլ անգամ չկա այս մարդու մոտ։ Նեպտունը հետընթաց ազդեցությունը, նրա մոլորակի Մարսի կողքին գտնվող Նեպտունը ռետրոգրադ է, Նեպտունը պատասխանատու է դերասանության, կերպարների, պատրանքների եւ գեղեցիկ ֆանտազիաների համար։ Սա նշանակում է, որ նրա մոգությունը թատերականացված է, այն ավելի շատ գրական կերպար է, շոու, PR, քան իրական էներգետիկ աշխատանք, եզրակացություն։ Նրան պետք է համարել տաղանդավոր էզոտերիկ գրող, օկուլտիստ, արվեստագետ եւ հրաշալի պատմաբան, միֆոլոգ, բայց ոչ մոգ, բարի էներգետիկ եւ կախարդական իմաստով։ Նա ստեղծում է գեղեցիկ գործիքներ, քարտեր, գրքեր ուրիշների համար, բայց ինքն իրենով հանդիսանում է պարզապես ինֆորմացիայի փոխանցողը։
Արաբո Սարգսյանի ուրեմն մասնակցությունը Բիտվա Էքստրասենսը ֆորմատի շոուն աստղաբանորեն կատարելապես հաստատում է եւ արտացոլում է այս քարտեզի 9-րդ տան դասավորվածությունը, երբ որ ես հարցս ուղեցի, որ ախր ինքը մասնակցել է այս հաղորդաշարին։ Եվ դա ապացուցեց 9-րդ տունը՝ շոու հեռուստատեսություն եւ հանրայնություն, 9-րդ տուն, որտեղ կենտրոնացված է նրա ողջ էներգիան Մարս, Նեպտուն, Արեգակ պատասխանատու է հանրային ճանաչելիության, հեռուստատեսության, մեծ լսարանի եւ էկրանների համար։ Նման նախագծերի մասնակիցները նրան տվել են հենց այն, ինչ պահանջում էր իր քարտեզի Մարսը երկվորյակներում՝ PR, հանրային ուշադրություն, քննարկումներ եւ սեփական անձի մասին տեղեկատվության տարածում։ Ինչու հենց էքստրասենսների շոուն Նեպտունի դեր է այստեղ, քանի որ նշեցի Նեպտունը, ուրեմն նրա մոլորակի կողքին գտնվող Նեպտունը պատասխանատու է կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսային շոուների, դրամատուրգիայի եւ միստիկ պատրանքների համար։ Հեռուստատեսային նմանատիպ նախագծերը առավել եւս էզոտերիկ թեմայով 90%-ով բաղկացած են շոուից, սցենարից, էֆեկտներից եւ դերասանական խաղից, ինչը Նեպտունի բացարձակ տարերքն է, եւ սա վերաբերում է աշխարհի բոլոր նմանատիպ հաղորդումներին։ Այսպիսի հաղորդումների մասնակցությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հիանալի կերպար ստեղծող եւ իմիջմեյքեր, ով գիտի ինչպես ներկայացնել հանրությանը, որպեսզի տպավորություն գործի։ Մարսի լարվածության ասպեկտները՝ սա մրցակցություն է, քննադատություն է, պայքար։ Բիտվա Էքստրասենսը նախագիծը հենց մրցակցային հարթակ է, որտեղ մասնակիցները ստիպված են լինում ապացուցել իրենց ուժը, հաճախ հանդիպելով կասկածամտության կամ լարվածության։ Վերջնական աստղաբանական հայացքը, նա մեդիա անձնավորություն է եւ էզոտերիկ շոում են։ Ցավոք սրտի խորապես հիասթափված եմ, որտեղ մեծ հարգանք ու այսպես սեր եմ ունեցել այս անձնավորության հանդեպ։ Նա էզոտերիկ հանրային ուրեմն դեմք է, ուսուցիչ գրող, իսկ առաջին հարց տվողը ներքին իրական այդ միստիկայի կրողը հետաքրքիր է։ Ասեմ, որ շատ զարմացա, ելի եմ ասում, որ հորար քարտեզի մեջ եւ հարց տվողը եւ ում մասին որ հարց էինք տվել, այսպես բացահայտ կերպով իրենց տներով եւ իրենց մոլորակներով իրենց ուժի կրողը դարձան, իրական ուժի կրողը, եւ սա ավելորդ գովաստ չէ, սա իրականությունն է։ Նրա էներգիան միտված է դեպի դուրս, նրան անհրաժեշտ է լսարան, հեռուստատեսություն, գրքեր, հրատարակում եւ ճանաչելիություն։ Հարց տվողը Լուսինը 12-րդ տանը, եւ այո, նատալ-կարտում Լուսինը գտնվում է իմ 12-րդ տանը։ Ձեր ուժը լռության եւ գաղտնիության մեջ է։ 12-րդ տուն իսկական միստիկների, հոգեգուշակների եւ այն մարդկանց վայրն է, ովքեր տեղեկատվությունը ստանում են ուղղակիորեն տիեզերական հոսքերից, ինտուիցիա, երազներ, նախազգուշացումներ, այլ ոչ թե գրքերից։ Դուք կարիք չունեք ձեր ուժը շոուի վերածելու կամ ուրիշներին ապացուցելու։ Սա եւս մեկ անգամ փաստ, թե ինչու ես դեմքով դուրս չեմ գալիս եւ ինչու ինձ չի հետաքրքրում նման էժան խաղերը։ Խոսքի մանիպուլյացիա, նա անդեմ իրականության զգացողության։ Դուք ուրեմն նրա Մարսը երկորյակներում, Նեպտունում, դուք Վեներան այրուցում Պլուտոնի հակադրությամբ, դուք ունեք ռենտգենյան հայացք Պլուտոնի ազդեցության շնորհիվ, դուք բնազդաբար զգում եք, թե որտեղ է իսկական էներգիան եւ որտեղ է պարզապես թատրոնը։ Ձեզ հնարավոր չէ խաբել գեղեցիկ ծիսակարգերով կամ գրքային խոսքերով, քանի որ դուք փնտրում եք էներգիայի իրական հզորությունը։ Այն ինչ որ կա իմ մեջ, երբեք չեմ հավատում գրքին եւ անմիջապես զգում եմ, շարլատաններին հեռվից հեռու, հոտով անգամ զգում եմ իրանց։ Նա կախված է իր ստեղծած կերպարներից, իսկ դուք ունեք ներքին արժանապատվություն եւ էներգետիկ անկախություն։ Դուք ինքնաբավ եք եւ ձեր հոգեվոր ուժի համար արտաքին գովազդի կարիք չունեք։ Դե պատկերացնում եք, չէ՞, որ այսինքն ես էլ հելնեմ տեն շոու անեմ, ուր կհասնեմ, բայց ինձ երբեք չի հետաքրքրել նման էժան խաղերը։ Եթե համեմատելու լինենք հարց տվողին եւ այն անձին, ում համար հարցը տրվել է, եւ եթե Մարինայի պատասխանը, եթե ձեր երկուսին դնենք նույն սենյակում, նա կլինի նա, ով գեղեցիկ կխոսի մոգության մասին, իսկ դու կլինեք նա, ով լուռ կզգա եւ կկառավարի այդ տարածության էներգիան։ Ինչ ասեմ,
ինչքան գիրք ուներ առել եմ, ինչքան օրացույցներ ուներ առել եմ, ինչքան օրակոլ, ինչքան մի խոսքով։ Իհարկե, ես այստեղ իրան շատ գրագետ եմ համարում, որովհետև ճիշտ է, ունի որոշակի թերություններ իր առակոլների մեջ, որը ես նկատել եմ եւ չեմ համաձայնվել մեկնաբանության հետ, զգացել եմ, որ կարտը ինտուիտիվ մակարդակում ուրիշ էներգիա ունի, իսկ իր բացատրածով ուրիշ էներգիա ունի, բայց մտածել եմ, որ գուցե ինքը այդ կարտը այդպես է զգացել, ուստի ես միշտ տվել եմ, այսինքն բացատրությունը այն ինչպես ես եմ զգացել, դե եթե ներկայացնողը ունի իր զգալու այսպես հատկությունը եւ փորձում է ներկայացնել իր զգացածով, ուրեմն ես ունեմ դրա իրավունքը, ես էլ ներկայացնեմ իմ զգացածով կամ բացատրեմ իմ զգացածով, բայց շատ խորը հիասթափություն ապրեցի այն մարդու մասին, ում մասին ես հիմա խոսեցի, բայց հարգում եմ իր աշխատանքը, ամեն դեպքում իր ստեղծածը բավականին շատ այսպես հզոր էներգիա է ունեցել եւ շատ օգնել է ճիշտ ճանապարհին կամ ճիշտ դիագնոստիկա կատարելու համար։ Դե ինչ Հորար Քարտեզը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը անկրկնելի է եւ չունի իր հավասարը։